Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները լարված են, հեռուստադիտողների սպասելիքներն էլ ավելի մեծ։ Ինչպես արդեն ավելի վաղ նշել էինք, հեռուստասերիալի դերասանական ու ստեղծագործական թիմի որոշ անդամներ մեկնել էին Վրաստան գեղեցիկ նկարահանումներ իրականացնելու։ Բայց նրանք արդեն վերադարձել են և իհարկե այս պահին իրադարձությունները զարգանում են Բազմաղբյուրում, որտեղ այրվում է Բազմաղբյուր գյուղի դպրոցն, ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էին։ Թե ով է կանգնած դպրոցի հրդեհի հետևում և ով է այս ամենը կազմակերպել, ցույց կտա ժամանակը, ասենք, որ հավանաբար Բագրատն է այս ամենի հետևում, որպեսզի հետաքրքիր գաղտնիքներ բացահայտի իր համար։ Բագրատը ձեռքերը ծալած չի նստելու, հատկապես, որ նա արդեն կասկածներ ունի այս զույգի հետ կապված։ Բայց մինչ այդ հեռուստասերիալում իրադարձություններն էլ ավելի լարված են։ Լիլիթը վերադարձել է, բայց վերադարձել է ոչ թե միայնակ, այլ վերադարձել է իր երեխաների ու Սոսի հետ։ Նոր կերպար վերջին զանգը հեռուստասերիալում։ Ով է նոր կերպարը։ Հավանաբար Սոսի որդին։ Եվ ինչպես պարզ է դառնում հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութերից, նա ու Մերին արդեն իրար ճանաչում են։ Թե որտեղից և ինչ հանգամանքներում են հանդիպել, ցույց կտա ժամանակը։ Հեռուստասերիալում ամենահետաքրքիր տեսանյութերն ու զարգացումները դեռ առջևում են, սպասեք հետաքրքիր բացահայտումների։ Դիանա Գրիգորյանն ու հեռուստասերիալի ստեղծագործական թիմի անդամները նշել են, որ դեռևս ոչ ոք չի գուշակել ով է մարմնավորելու Սոսի կերպարը։ Դիտիր տեսանյութը և իհարկե անպայման գրիր ինչ ես կարծում ով է մարմնավորելու Սոսի կերպարը և ով է նոր կերպարը, արդյոք դու էլ ես կարծում, որ Սոսի որդին է վերադարձել ու Մերիի հետ ինչ-որ կապ ունի։ Յուրաքանչյուր կարծիք հետաքրքիր է կարդալ և իհարկե դիտեք տեսանյութերը, որոնք արվել են նկարահանման հրապարակում։ Մաղթում ենք ձեզ բարի դիտում ու սպասում յուրաքանչյուրիդ կարծիքին։ Գրեք նաև, թե որ կերպարին ու դերասանին եք ամենաշատը հավանում այս հեռուստասերիալում և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ, իսկ շատ շուտով ձեզ հետ կիսվելու ենք էլ ավելի հետաքրքիր նորություններով։ Ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Երևա որ թարմա, թե չէ։ Թարմա բայ։ Հա, թարմա։ Որս вообще-то Կասկածում եք, երեխեք։ Ոնց օրվա է։ Ահա, մենք նկարահանում ենք, նայեք, ստեր մարդիկ լիքը։ Այս անգամ նկարում եմ։ Հաստատ։ Հա, այո, ինչ էիր ասում, բան եմ անում, քո հաշվին ինչ եմ լինում, PR-վում եմ ասում, իմ հաշվին PR-վում ես։ Բայց չես սանում է։ Ժողովուրդ չեք կատակ են անում, իրար շատ լավ է։ Բայ։ Ասենք ինչ հոքերս, ասենք կերելա, կերելա։ Այսպես ենք ապրում։ Նկարահանման ենք, գիշերային դրսի տեսարանա, ինչ-որ բան մեզ միշտ խանգարում է, լավ։ Անձրև է գալիս, ես քեզ եմ սիրում։ Չէ, լավ ինչ է խանգարում, երջանիկ երգում է մարդը։ Քեզ եմ կարոտում։ Տոմս է գնանք ուղղակի։ Ողջույն բոլորին, հուսով եմ, որ լավ եք։ Ես չեմ կարող այս բանի իմ շնորհակալությունը չհայտնել ձեզ, որ մշտապես պահում եք մեզ ձեր ուշադրության կիզակետում, որ ապահովում եք բարձր դիտողականություն YouTube-յան ալիքում։ Անհավանական թվեր ենք մենք գրանցում շնորհիվ ձեզ, շնորհիվ ձեր սիրո։ Մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք ստեղծել մի արտադրանք, որի միջոցով դուք օրվա ընթացքում երեկոյան 37-ից 38-39 րոպե
կարողանում եք կտրվել ձեր առօրյա հոգսերից եւ լցվել եւ պարուրվել սիրով։ Եվ հենց դա է պատճառը, որ մեր նախագծի հիմքում ընկած է սերը։ Այո, սերը փրկողակ է, սերը իսկապես օգնում է մարդուն կյանքին նայել միանգամայն այլ աչքերով, եւ ես ավելի քան վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց մեջ ունեն արթուն սեր, միանգամայն այլ աչքերով, եւ ես ավելի քան վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց մեջ ունեն արթուն սեր, նրանք ուղղակի չեն կարող չլինել բարի, չեն կարող չլինել դերական, չեն կարող չլինել կամեցող։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ մեր հերոսասերիալը սիրվել է, շնորհակալ եմ, որ մեր հերոսները վայելում են ձեր սերն ու համակրանքը եւ կասեն մի բան, որ այո, պետք է շատ սիրեք, այդ սիրո մեջ պետք է լինեք համեստ, զուսպ, որովհետեւ համեստությունն ինքնին սեր է եւ համեստությունն ինքնին գեղեցկություն է։ Սիրո մասին պետք չէ շատ աղմկել, որովհետեւ սիրո մասին կարող են խոսել ձեր աչքերը։ Սիրո մասին պետք է լռել եւ լուր վայելել այն ամենն, ինչ կա, որովհետեւ պարկեշտությունը, զսպվածությունը, համեստությունը միշտ հաղթանակ է ապահովում յուրաքանչյուր հարցում։ Լավ եղեք։ Վերման կընթարկենք։ Լավ, ուրեմն ես հանգիստ եմ։ Անգելն ասում շնորհակալ եմ հոգատար վերաբերմունքի։ Շնորհակալ եմ հոգատար վերաբերմունքի համար։ Ես եմ շնորհակալ ես դառը սուրճի ու քաղցրավենիքի համար։ Անգելն ասում անուշ լինի։ Անուշ լինի։ Վիկան ասում դու ես տան։ Երջանքները մի խոսած։ տան մի հատ գանցն։ Համեցիկ եւ քսականս։ Համեցիկ եւ քսականս։ Շնորհակալ եմ։ Վիկան ասում դու ես հարազատ ես դարձել։ Իրականում դուք եք ինձ շատ հարազատ դարձել, դուք ու մեր ենքս։ Հա, իդե մեր ենք շատ երախտապարտ են։ Անգելինա գորնա եկել, քիչնես։ Քիչն եմ հիմա։ Ես ուզում եմ։ Իսկ դուք սպասում եք նոր զարգացումների։ Հələ ասեք տեսնենք։ Մենք նայեք ում հանդիպել Լիանան, Գորին։ Գորինով մոլորվելա ու տաքսիստա։ Մի րոպե հարց ունեմ։ Հապա։ Ինչ օրինակ կուզեք այսեն ցույք լինի։ Թե ասենք Յանայինում կողքն եք պատկերացնում, հատ ուզում եմ գրեք իմանամ, էլի։ Ասում եք Հենրին հանգիստ թող, ասենք թե հանգիստ թողեցի, բա հետո մնամ մենակ։ Ում անհանգստացնեմ։ Ում անհանգստացնեմ, լավ։ Լավ, մենք ճանապարհենք Անդրանիկին, հետո կմիանանք։ Բայց իրականում մի հարց ունեմ։ Այդ որ անընդհատ ասում եք Հենրին հանգիստ թող, մտնում եք նկարներից տակ գրում եք ու վիդեոներից Հենրի գումարած Անգելինա, Հենրին հանգիստ թող, չես տեսնում, քեզ չի սիրում, տենց բաներ եք գրում։ Հիմա հարցս։ Այ օրինակ, ում հետ եք պատկերացնում իմ Յանիչկային որպես զույգ։ Ես հիմա կթողնեմ մի քանի տարբերակ։ Դուք ասում եք ձեր տարբերակը, թե ում եք պատկերացնում Յանայի կողքին, ասեմ իմանաք, ով որ հաղթի, նրան անհանգստացնելու։